այն ինչ ընդգծեց առաջին դատախազը իրականությանը չի համապատասխանում եւ զրպարտություն։ Ես որը անցավորություն չեմ դարձել այդ հողամասերը վաճառվել են միայն ավարտին հասցնելու պաշտպանության նախարարության վարչական հանրագիր։ Ես կարծում եմ, ոչ տեխնիկներին, ոչ դատապարտներին չի եկարգվել, թե պաշտպանության նախարարությունը որտեղ է տեղակայված, արդյոք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են, եթե իրենց նեղություն տային, հետուղության մի քիչ նայեն ու Հայաստանային իմ ներկայացուցիչները։ Ես որտեղ եղել, որտեղ ծավալել եմ ես երկրում, ներկայապես աշխատել եմ արվարելագույն նորմեր, աշխատակիցների, աշխատանքային պայմանների բարեփոխումով եւ այդպես էլ գործել եմ պաշտպանության նախարարություն։ Եթե ես ունենայի հանցավոր նույն կամ ինչպես խոսում եմ Տոմբարկայի նորմական շահեր, ամբողջը կվաճառեի, բայց չեմ վաճառել, մեկի երաս մեզ հաստատված հողամասի, եթե չեմ սխալում, այսօր է, մինչև այսօր կամ եթե պենսիա ինչու չենք ամբողջը վաճառում, եթե շուտայական արժեքները այդպիսին էին, բա որպես դատախազություն դուք հազարավոր գործեր պետք է հարուցեի, թե ժամանակահատվածում, թե դնում վաճառված պետական հողամասերի մասով, որտեղ մենք վարվել ենք շատ պարզ, որ ցանկացել է փորձարկել ենք մոտարկել շուտայական արժեքին, հետևակողմերի արժեքները։ Այդպես էլ վարվել ենք։ Իսկ ես մեկին նա դարձրել, մեկին նա դարձրել, դրանք ինչ ասեմ, լավ մոտեցում չի։ Եվ վերջին, այսպես ասեմ, արգումենտը, հարգելի դատարան, եթե դուք ուշադրություն դարձրեք ստրկնական փուլից ստացած, այդ ամբողջը դատախազությունը փորձում էր վերագրել Եղվաբուրին եւ դատախազի ելույթները պատահական չէ, որ ընկերությունից սկսել Եղվաբուրի հարակից տարածք, Եղվաբուրի հարակից տարածք։ Այդ տարածքները ունեն կոնկրետ հասցրել, Իսակով Պողոտա։ Դեր շատ լավ գիտեն ու դատախազը թող իմանա, կարծում եմ ինքնակար իմանա, որ կառավարության երկրորդ որոշումը մասում այդպես էլ չեղված արել քաղաքապետարանի նայել Եղվաբուրում կոչվող տարածքից։ Այդ հատվածից ինչ-որ է։ Բայց մեզ հատկացվել է Իսակով Պողոտայի քաղաքից տարածքները։ Այդպես էլ է։ Ինչ վերաբերում է երկրորդ դատախազը ասացին, ֆանտաստիկ բաներ է ասում, երթագրություններ, ես երբեք ոչ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել, ոչ հետը զրուցել եմ, ոչ որևէ միջնորդի միջոցով կապել հաստատել։ Եթե չեմ սխալվում, երբ որ ներքին գործերի նախարար էի, այն ժամանակ քննչական վարչությունը ևս գտնում էր ներքին գործերի նախարարության կազմում, այդ ժամանակ այդ Սիլվա Համբարձումյան կոչվածի հանդեպ կարծեմ քրեական գործեր էր։ Ուրիշ որևէ առնչություն իր հետ չեմ ունեցել։ Եվ կարծում եմ, որ 2007-8 թվականին Հայաստանի քաղաքական իրականությանը շատ թե քիչ ծանոթ մեկը որ ուզեր դատախազի ասածը իբր Վարդան Օսկանյանից հետ պայմանավորվել է, երևի ծիծաղից կարող է շատ փառքի։ Չէր կարող այդ ժամանակ այդպիսի հարաբերություններ ունենալ։ Եվ ո՞նց եք պատկերացնում,
Մեկը գալիս է, Սիլվային ասում, ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, միլիոնները տվեք ինձ։ Ավելի աբսուրդ բան կարելի է մտածել։ Ես կամ, շնորհակալ եմ։